Երևան-Մոսկվա հարաբերությունները լարվում են, Ռուսաստանը վերջնագրի լեզվով է խոսում, խստացնում միգրացիոն քաղաքականությունը։ Մինչև ԵԱՏՄ հապկում ջրերը կպարզվեն, հայերը միգրացիոն մտրակի տակ են։ Երևանն ուզում է բոլորի հետ լավ լինել, Մոսկվան էքսկլյուզիվ հարաբերությունների կարիք ունի, մեր խնդիրները ԵԱՏՄ-ում չեն լուծվում։ 9 մահ 9 ամսում, ինչու ենք կորցնում զինվորներին խաղաղ պայմաններում, Փաշինյանը կրճատումները խոստանում ու անհատական պատասխանատվություն։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին սուր վեճը կամ պատշաճ վարքականոն պահպանելու պայմանավորվածության կարճ կյանքը։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում փոփոխություն չկա, իշխանությունը այն հանել է օրակարգային հարցերի ցուցակից, խմբագրում չի լինի։ Ճոխ պատրաստություն COP17-ին ընթառաջ աշնանը կծախսենք ավելի քան 3.5 միլիարդ դրամ։ Եվ նշանակումներ ու վերանշանակումներ գործադիրում, ով մնաց ու ով գնաց Փաշինյանի կառավարությունից։ Եվս 3 ամիս անետ կորած զինծառայողների ընտանիքները աջակցություն կստանան։ Լարսը դարձյալ փակ է, Դևդորակի կիրճում ջուրը բարձրացել է։ Դեղերն ու քիմիական նյութերը դրեք այնտեղ, որտեղ փոքրիկի ձեռքը չի հասնում, թունավորման դեպքերը կրկնակի աճել են։ Եվ շքեղ Երևանը թրջնի թռիչքի բարձրությունից պատանիների առաջնություն կլինի, ով կորսա ամենաբարձր ու սիրուն երևանյան կադրը։ Սա ժամի հիմնական թողարկումն է, ես Տիգրանուհի Կուրղինյանն եմ, բարև ձեզ։ Մոսկվա-Երևան լարվածությունը օր-օրի ավելանում է։ Պուտինը մայիսից սկսած միգրացիոն խստացումներ սահմանող օրենքներ է ստորագրում։ Ռուսական արտգործնախարարությունից 2 օր առաջ հստակ հասկացրին, նոյեմբերին հապկում հնարավոր է ձայնազուրկ դառնանք։ Սև ամպեր են նաև Երևանի գլխին ԵԱՏՄ-ում։ Մինչև կորոշեն Հայաստանի ճակատագիրը, Ռուսաստանաբնակ 100 հազարավոր մեր հայրենակիցները անհանգիստ են, ուր կտանեն ռուսական միգրացիոն ռեպրեսիաները։ Մաքրուհիները, դայակները, նոտարները, փաստաբանները Ռուսաստանում հարկերը չվճարելու դեպքում կզրկվեն պատենտ արտոնագրից, լիցենզիայից։ Օգոստոսի 10-ից ուժի մեջ է մտել Պուտինի ստորագրած միգրացիոն օրենսդրության հարկային հատվածին վերաբերող խստացումը։ Այն վերաբերում է վճարովի ծառայություններ մատուցող միգրանտներին, մասնավոր ձեռնարկություններում աշխատողներին, որոնց գործունեությունը պատենտավորված է։ Ռուսաստանի հայ միգրանտները տագնապած են Մոսկվան միգրացիոն վերահսկողության աննախադեպ խստացումների է գնում։ Այժմ նրանք նաև պետք է պաշտոնապես ցույց տան բավարար բարձր աշխատավարձ եւ սահմանված նվազագույն շեմից ցածր լինելու դեպքում նրանց կացության թույլտվությունը կչեղարկվի ու 15 օրվա ընթացքում կվտարվեն երկրից։ Приложение, которое будет отслеживать приезжих через смартфон. Սա էլ մի հավելված է, որը շուրջօրյա իրավապահներին է փոխանցում միգրանտի գտնվելու վայրը, ու եթե միգրանտները 3 օրը մեկ չթարմացնեն տվյալները, ապա նրանց ավտոմատ կհանեն հաշվառումից եւ կվտարեն երկրից։ Մի հարց է, թե արդյոք արտագնա աշխատանքի մեկնած օրինակ ամեն խոպանչի ակտիվ օգտվում է սմարթֆոնից, բայց հավելվածի կիրառման խստացումը սպասվում է հաշված օրեր անց սեպտեմբերի 1-ից։ Այն ոչ միայն հենց միգրանտին է վերաբերելու, այլ նաեւ նրա ընտանիքի անդամներին։ Հավելվածի միջոցով պետք է միգրացիոն հաշվառում անցնեն, ներկայացնեն անհրաժեշտ բոլոր տվյալներն ու նույնականացվեն։ Ռուսաստանն է առանց աշխատող ձեռքերի մնալու, թե Հայաստանն է կոլապսի մեջ հայտնվելու, ընդունելով այդ երկիրը լքողներին։ Սա էլ մյուս հարցն է։ Տարբեր հաշվարկներ կան ռուսաստանաբնակ կոպանչիների թվի վերաբերյալ մինչև 500,000-ի հասնող։ Այս հարցերը Մոսկվային թերևս վերջինն են հետաքրքրում։ Կոնկրետ պահանջ ունեն, արդեն գրեթե վերջնագրի լեզվով ակնկալում են, որ Երևանը մինչև տարեվերջ կողմնորոշվի Եվրամիություն ԵԱՏՄ ընտրության հարցում եւ մինչև դեկտեմբեր հանրաքվե անցկացնի։ 2 օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հստակ հայտարարեց, եթե մինչև այդ ժամանակահատվածը հանրաքվե անցկացնելու կոչին ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ։ Հայաստանի հարցին նախագահները կվերադառնան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստի ընթացքում։ Ռուս դիվանագետը նաև ճշգրտեց, թե ինչպես պետք է ձևակերպված լինի Հայաստանում հնարավոր հանրաքվեի դրվող հարցը։ Դա պետք է չլինի абստրակտ տեսական ձևակերպում, ցանկանում եք անդամակցել ԵՄ-ին, թե ոչ, այլ հստակ եւ գործնական։ Պատրաստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցելու, ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Հարցի նման ձևակերպումը ամենաազնիվը կլինի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ։ Դեկտեմբերին սպասվող
գործող ԵԱՏՄ գագաթնաժողովում շատ ջրեր կպարզվեն։ Մասնագետները հիշեցնում են, որ մինչև այդ էլ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ նստաշրջանն է սպասվում, եւ որ Ռուսաստանը այստեղ էլ պարզ տեքստով է ասել։ Հենց այդ օրն էլ կարող է քննարկվել Հայաստանին ձայնից զրկելու հարցը։ Այստեղ ի դեպ հիշենք, որ Հայաստանի վարչապետին նշանակվելիս շնորհավորեց Ղազախստանի նախագահը, ով միացել էր ԵԱՏՄ-ում Հայաստանի դեմ հայտարարությանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի նախագահը։ Եվ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում։ Կգնա Հայաստանը կոնսենսուսի մեխանիզմների կամ վետոյի միջոցով կոշտ որոշումները կանխելու ճանապարհով դեռ պարզ չէ։ Զարգացումներից պարզ դարձավ սակայն, որ Եվրոպան էլ դռները բացած մեր ծաղիկ ծիրանին չի սպասում։ Երբ որ արդեն օրենք ընդունվեց, որ Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրոմիության անդամ, եւ հետո երբ որ արդեն Երևանում անցան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Հայաստան Եվրոմիություն գագաթնաժողովները, պարզ դարձավ Ռուսաստանի համար, որ այս ամենը հրետորաբանություն չէ, եւ Ռուսաստանի եւ մնացած ԵԱՏՄ երկրների դիրքորոշումը շատ պարզ է, եթե դուք ուզում եք գնաք Եվրոմիություն, հանրաքվե անցկացրեք, եթե ձեր ժողովուրդը իրականում դա է ուզում, ոչ մեկ ձեզ չի պահում, ոչ մեկ ձեզ չի խանգարում։ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում նկատենք առանցքը Ռուսաստանն է, եւ եթե ՀԱՊԿ-ի դեպքում ըստ մասնագետների իրավիճակն ավելի կանխատեսելի էր, թվում էր թե Հայաստանը չի շարունակելու աշխատանքը եւ պատրաստ է ցանկացած որոշման, ապա ԵԱՏՄ-ի դեպքում իրավիճակն այլ է։ Համարում են, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ գործող մեխանիզմներից, ու մինչեւ իրավիճակը հանգուցալուծում գտնի, Հայաստան-Ռուսաստան լարվածությունն ավելանում է։ Մոսկվան կոշտացնում է սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Երևանը ինչպես է դիրքավորվել այս իրավիճակում։ ԵԱՏՄ-ում հաշված օրեր առաջ Հայաստանի վարչապետը հավատարմություն հայտնեց կառույցին, բացառելով ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեն Հայաստանում։ Բայց մեկ է, Մոսկվան հետ քայլ չի անում։ Փաշինյանն այսօր պատմել է, թե ոչ մի զանգ ու հանդիպում դեռ օգուտ չեն տվել։ Կառավարության ղեկավարն այսօր լրագրողներին պարզաբանել է, թե ԵԱՏՄ-ում ակնկալում են էքսկլյուզիվ լինել միակը։ Երևանը սակայն չեզոք բարեկամական հարաբերությունների կողմնակիցն է։ Լավ ենք բոլորի հետ, ասել է, թե մեզ համար ընտրյալներ չկան։ Փաշինյանի զանգը Պուտինին, հետո նաև նրա այցը Չոլպոնատա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին չեն լուծել խնդիրները, որոնք այս կառույցում ունի Հայաստանը։ Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որը մենք արդեն ասել ենք, որի հետ մենք համաձայն չենք։ Մնացածը արդեն ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Մենք այսպես թե այնպես պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք եւ եթե նույնիսկ հիմա 100%-ով բացվեն, այսինքն վերադառնանք այն նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում։ Մեր արտահանումներն ու ներմուծումները մշտապես կախված մնան նույն օղակից, Փաշինյանը շարունակում է պնդել, խնդիրներ կունենանք, բայց մինչև Եվրոպական միությունն ամբողջությամբ բացի սեփական դարպասները հայկական արտադրանքի համար, արդեն տևական ժամանակ է այստեղ մեր տարածաշրջանում մնալով, Երևանն ու Բաքուն առևտրաշրջանառության ցիկլի մեջ են մտել, միայն թե ադրբեջանական շուկայում Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող պատվերներ են ստացել, իսկ հայկական եւ ոչ մի ապրանք դեռ չի հասել Ադրբեջան։ Ապրանքների փոխադարձ առևտրի մասին այո օրակարգը կա եւ համոզված եմ առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան։ Կոնկրետ ժամկետներ չի հստակեցնում Փաշինյանը, նաև չի նշում, թե Հայաստանից Ադրբեջան ինչ ապրանքատեսակների արտահանման հարց կա այսօր այս երկխոսությունում։ Փոխարենը վստահ է, Բաքվի հետ էներգետիկ առևտուր անելու համար հստակ ուղղություններ պետք է հաշվի առնել։ Նախորդին Ալիևն էր հայտարարել, Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը անորոշ ժամանակով երկարաձգելու հնարավորություն չունենք, ուստի իրենք մեզ կարող են նաև էլեկտրաէներգիա վաճառել։ Մինչև բոլորովին վերջերս մենք խոսում ենք, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Հիմա մենք պիտի խոսենք նրա մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, ինչու, որովհետև ինչպես տեսնում եք, մեծ տեմպերով զարգանում են արհեստական բանականության գործարանները, իսկ արհեստական բանականության գործարանները մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրական էներգիային սպառում։ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Էլեկտրականությամբ սնվող երկաթուղու հարցով վերադարձ հայ-ռուսական օրակարգին Երևանը բարեկամական լուծում է փնտրում, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Որոնք կարող են լինել բարեկամական լուծումը, որ մենք փոխադարձաբար հասկանանք եւ ընկալենք իրար շահերը եւ գնանք որոշակի կոմպրոմիսների։ Այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը,
բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ։ Վերջերս դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցում ռուսական կառավարման հայկական երկաթուղուն վերաբերող հարցին պատասխանելիս Փաշինյանը նշել էր, թե Հայաստանը գուցե տարիներ անց սկսի, օրինակ $2 միլիարդ վարձավճար պահանջել մի բանի համար, ինչն իր խոսքով 30 տարի անվճար է եղել, եւ ռուսական երկաթուղիներում այս ակնարկն իրենց ուղղությամբ էին ընդունել։ Ընկերության գլխավոր տնօրենի մակարդակով հայտարարություն տարածելով, թե այդ դեպքում իրենք էլ իրավունք կունենան ակնկալել, որ Երևանն իրենց վերադարձնելու է բոլոր այն գումարները, որոնք ներդրել են զարգացնելու հայկական երկաթուղու ենթակառուցվածքները։ Հիմա Փաշինյանն ասում է, ինքը պարզապես զարգացման հնարավոր սցենար է նկատի ունեցել։ Առանց կոնկրետ բան նկատի ունենալու եւ նկատի ունենալով բոլոր այն հնարավոր կետերը, որտեղ դա տեսականորեն եւ գործնականում կարելի է իրականացնել։ Կենտրոնանալով ներքին օրակարգի վրա խաղաղ պայմաններում 9 ամսվա ընթացքում 9-րդ մահն ունենք բանակում։ Պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը ոչ, բայց մյուս օղակներում պաշտոնանկություններ կլինեն։ Անհետևանք չի մնա հարցը, կառավարությունը ջանքեր է գործի դնում, արդյունքը չկա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովի արտադրանքի անվտանգությունը։ Վերսկսվեն թունաքիմիկատները, հայ արտադրողները օգտագործեն իրենց սեփական հումքը եւ ապահովի մատակարարումների լիարժեք հետագծելիությունը։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հանդիպել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։ Նրանք քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման խնդիրները։ Հիմա կարճ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երկրորդ հատվածում։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին սուր վեճը կամ պատշաճ վարքականոն պահպանելու պայմանավորվածության կարճ կյանքը։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում փոփոխություն չկա, իշխանությունը այն հանել է օրակարգային հարցերի ցուցակից, խմբագրում չի լինի։ Ճոխ պատրաստություն COP17-ին ընթառաջ աշնանը կծախսենք ավելի քան 3.5 միլիարդ դրամ։ Եվ նշանակումներ ու վերանշանակումներ գործադիրում, ով մնաց ու ով գնաց Փաշինյանի կառավարությունից։ Սա ժամի հիմնական թողարկումն է, բարի վերադարձ։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի այսօրվա ելույթից հետո խորհրդարանում կրքերը լարվել են։ Ղազարյանը սուր քննադատել է իշխանականներին, նրանց վարած քաղաքականությունը։ Նախագահությունից Հայկ Կոնջորյանը կոշտ է արձագանքել։ Ավելի ուշ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողներին ասել է, թե մանդատը վայր դնելու նման ծայրահեղ քայլերի գնալու փոխարեն իրենք մտադիր են կենտրոնանալ իրավիճակը վերահսկողության տակ վերադարձնելու եւ աշխատանքային հարցերը լուծելու վրա։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այս։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Հետ վերադարձեք դահլիճ։ Հարգելի գործընկերներ, Մինչև բախումը խորհրդարանում շարունակել են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի շուրջ քննարկումները։ 12-ից միայն 4-րդ հանձնաժողովին են հասել պատգամավորները, այն արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է։ Իշխող ուժը այս հանձնաժողովը նախագահելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Ի պատասխան ընդդիմությունից Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցի Խանդանյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց իշխանության համար արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Իր կարծիքով պետք է երբևէ եղած չլիներ։ Կարող ենք ֆիքսել, որ Արարատ լեռը, որպես մեր ազգային խորհրդանիշ, շարունակում է կատարել իր դերը առանց վտանգ ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը։ Եվ երկրորդ, ցեղասպանության
հարցը եւ պետական ճանաչումը Հայաստանի արտաքին օրակարգերի առաջնահերթությունն է։ Աշխարհի երկրների պետական ճանաչումը։ Ոչ Հայաստանի Հանրապետության համար ցեղասպանության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պորտֆելը Ալեն Սիմոնյանին բաժին հասավ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանը ազատվեց պաշտոնից, փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց խորհրդարանի նախկին խոսնակը։ Փաշինյանը նաև բացի Կոտայքի մարզպետից իրենց պաշտոններում վերանշանակել է 9 մարզերի ղեկավարներին։ COP17-ը կազմակերպելու համար կառավարությունը միջոցառումը կազմակերպող ընկերությանը կհատկացնի ընդհանուր առմամբ 3 միլիարդ 513,9 միլիոն դրամ գումար։ Միջոցառումը Հայաստանը կհյուրընկալի հոկտեմբերին։ Ըստ պատասխանատուների 2 ամսից մեր երկիր կգան կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ եւ տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ Դրան կնախորդի առաջնորդների գագաթնաժողովը, որի շրջանակում նախատեսում է ընդունել երկրի վերակյանքի պահպանման համար խորագրով Երևանի հռչակագիրը։ COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում իրականացվելու Կոմնիկ-Մոնտրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում եւ աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը։ Ոչ ծավալներով, այսինքն մասնակցության թվով մենք նման մասշտաբի միջոցառում Հայաստանում չենք հասկացրել։ Եթե ԱՄՆ-ն մեզ վաճառի պատրիոտ հրթիռների 5%-ը, մենք կհաղթարենք ձմեռը, 91%-ը։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով այս տարի Ուկրաինան 2.5 անգամ ավելի քիչ կալանիչ հրթիռներ է ստացել պատրիոտ համակարգերի համար, քան 2025 թվականին։ Զելենսկին խոստովանել է, որ ավելի մեծ քանակությամբ հրթիռներ ստանալու համար փորձում է տարբեր գործարքներ կնքել, որոնց բովանդակությունը չի բացահայտել։ Ահա թե ինչով եմ ապրում, ես ամեն օր 1%-ից մինչև 5%։ Ես ունեմ մի քանի ամիս եւ միլիոնավոր հեռախոսազանգեր։ Ես փորձում եմ ինչ-որ մի բան փոխանակել հրթիռների հետ։ Ես անում եմ որոշ բաներ, որոնց մասին նույնիսկ չեմ կարող պատմել։ Դա չի նշանակում, թե դա անօրինական է, բայց ես չեմ կարող դրա մասին խոսել։ Հույս ունեմ, որ ինձ դա կհաջողվի։ Այժմ ես չունեմ 5%-ը եւ չունեմ նման հավանություն, եւ դա ինձ համար մեծ մարտահրավեր է, ամենամեծերից մեկը, որին բախվել եմ այս պատերազմի հենց սկզբից։ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու Ռաֆայել Գրոսին կարծում է, որ եկել է ՄԱԿ-ի վերջը։ Ըստ նրա, կառույցն այլևս արդիական չէ ու այն մեռնում է։ Գրոսին հայտարարել է նաև հիասթափության զգացողության մասին կապված այլ ուղղություններով, մասնավորապես սոցիալական հարցերով եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարում կազմակերպության աշխատանքի ողբալի արդյունքների հետ։ Ես անմիջական վտանգ չեմ տեսնում ՄԱԿ-ի կործանման տեսքով։ Կարծում եմ, որ խոսքն ավելի շուտ մի տեսակ դանդաղ մահվան մասին է։ ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը, նա էական ավանդ չի ներդնում նոր ճգնաժամերի կամ միջպետական պատերազմների լուծման գործում։ Հիմա կարճ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երրորդ հատվածում։ Եվս 3 ամիս անետ կորած զինծառայողների ընտանիքները աջակցություն կստանան։ Լարսը դարձյալ փակ է, Դևդորակի կիրճում ջուրը բարձրացել է։ Դեղերն ու քիմիական նյութերը դրեք այնտեղ, որտեղ փոքրիկի ձեռքը չի հասնում, թունավորման դեպքերը կրկնակի աճել են։ Եվ շքեղ Երևանը թռչնի թռիչքի բարձրությունից պատանիների առաջնություն կլինի, ով կորսա ամենաբարձր ու սիրուն երևանյան կադրը։ Դուք դիտում եք ժամի հիմնական թողարկումը, շարունակենք։ Թռչող տեսախցիկները ոչ միայն պրոֆեսիոնալ օպերատորների թուլությունն են, այլ նաև բազմաթիվ պատանիների հետաքրքրությունն են շարժել։ Նրանց բոլորին միավորել է Հայաստանի դրոնների ֆեդերացիայի Ծիրան տեխնոլոգիական ակադեմիան։ Այստեղ են հմտանում դրոնները երկինք ուղարկելու ու երբևէ չտեսնված կադրեր որսալու գործում։ Այստեղ են պատրաստվում Երևանի քաղաքապետի գավաթի մրցաշարին։ Ես ուզում եմ դառնալ դրոն օպերատոր եւ ինժեներ։ Փոքրիկ գոռը Հայաստանի դրոնների ֆեդերացիայի Ծիրան տեխնոլոգիական ակադեմիա հաճախող ավելի քան 150 երեխաներից մեկն է։ Ապագա դրոն օպերատորը այստեղ նախ համակարգչային սիմուլյատորով է յուրացնում թռիչքի տեսությունը, մարզվում վիրտուալ մրցուղիներում, ապա միայն անցնում իրական դրոնի կառավարման ու պոլիգոնային վարժանքներին։ Այս օրերին ֆեդերացիայի սաների մարզումներն ավելի ինտենսիվ են, նրանք պատրաստվում են Երևանի քաղաքապետի գավաթի մրցաշարին։ Խմբեր կան,
դասատուները որոշում են ով մասնակցի, ով չէ, համարյա այստեղ բոլորը կարելի ասել մասնակցում են։ Multi-GP FPV Open 2026 մրցաշարն անցկացվելու է Հայաստանի դրոնների ֆեդերացիա եւ Multi-GP համագործակցությամբ։ Պոլիգոնը համապատասխանեցվել է մրցումային եւ անվտանգության միջազգային չափանիշներին։ Մասնակիցները ցուցադրելու են իրենց արագությունն ու կառավարման հմտությունները, իսկ բարձր արդյունք գրանցողները հնարավորություն են ստանալու մասնակցել նաեւ արտերկրում անցկացվող մրցաշարերի։ Իրենց համար շատ հետաքրքիր է ու մենք փորձելու ենք ավելի զարգացնենք, ավելի բերենք այս դրսից էլ փորձը, ինֆորմացիան։ FPV դրոնների կառավարում 3D մոդելավորում եւ արհեստական բանականություն։ Սրանք են ֆեդերացիայում գործող ուղղությունները։ Երեխաները 3D տպիչով պատրաստում են նաեւ դրոնների մասեր ու դետալներ։ Ուսուցման մեթոդաբանությունը մշակվել է շուրջ կես տարի, գործում են վճարովի եւ անվճար դասընթացներ։ Ծրագրերը երաշխավորվել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։ Շատ լավ տեղ է։ Ես սա մասնակցել եմ մրցույթի ամսի 21-ին, 22-ին, 23-ին եւ փորձում եմ հաղթել այդ մրցույթը, որպեսզի շահեմ գավաթը։ Նպատակ ունեմ սա հաղթել եւ ստեղծել իմ դրոնը։ Ներկապային ֆեդերացիան Երևանում 3 դպրոց ունի եւ նախատեսում է դրանց թիվը հասցնել 10-ի, իսկ առաջիկա մրցաշարը սաների համար ոչ միայն գավաթի պայքար է, այլև ամիսների ընթացքում ստացած գիտելիքներն ու գործնական հմտությունները պրակտիկան փորձարկելու առաջին լուրջ հնարավորությունը։ Դավիթ Թադևոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Նոր մասնագիտական ուղի առաջին դեմքից դիտում ապահովող դրոնով։ Անօջատրու թռչող սարքերին ծանոթանալու պատանեկան երազանքը իրականություն է դառնում Ucom ընկերության աջակցությամբ։ Ժամանակ է պետք եւ դու անօջաչուի հմուտ կառավարիչն ես։ Դաշտային թռիչքներով գործնական դաս է Armdrone համայնքում Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը։ Դասընթացին ներկա է նաև Ucom-ի գլխավոր տնօրենը։ Ucom-ը նայում է այս FPV դրոնների ոլորտին ոչ թե իբրև ԱՏՍ-ներ, ոչ թե իբրև ինչ-որ թռչող մի սարք, այլ իբրև տեխնոլոգիական կրթություն։ Այս ամենը իրենց օգնում է, որ իրենց մտածելակերպը զարգանա ու ավելի ջգուն դառնան, որ արժևում, աբակայում, թվային աշխարհում ակնթարթի պահի տակ իրենք կարողանան ճիշտ որոշում կայացնեն։ Ծրագրին մասնակցելու համար ավելի քան 500 հայտ են ստացել Armdrone համայնքում։ Ընտրված մասնակիցներն արդեն ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներին, առաջին դեմքից դիտում ապահովող դրոնների համակարգերի կառուցվածքին, սարքերի կառավարմանը, թռիչքների պլանավորմանը։ Սկսեցի իմ դրոնը հավաքել, շատ ոգևորված եմ, որտեղ ամեն շաբաթ գալիս ենք ստեղ, հավաքում ենք, քշում ենք, պարապում ենք, որ ապագայում գնանք այլ երկրներ ու մասնակցենք ավելի խոշոր մրցույթների։ Գործնական դասի ընթացքում մասնակիցներն ամրապնդում են իրենց հմտությունները դաշտային պայմաններում, իրականացնելով թռիչքներ եւ կատարելագործելով սարքերի կառավարման, ծրագրային եւ թռիչքային պարամետրերի կարգավորման տեխնիկան։ Ձեռք բերած փորձը կարևոր հիմք է հետագա բարդ թռիչքային վարժությունների եւ միջազգային մրցարշավերին մասնակցելու համար։ Երբ որ մենք սկսում ենք մեր հնարավորությունները բավական սուղ էին, մի քանի աշակերտ մի դրոնով։ Հիմա շնորհիվ Ucom-ի աջակցության մենք ունենք արդեն տարբեր սարքավորումներ, համատեղ անցկացրեցինք միջազգային մրցարշավ Հայաստանում։ Ucom-ը շարունակաբար իրականացնում է տեխնոլոգիական կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, նպատակ ունենալով խթանել ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել թվային, տեխնիկական եւ ինժեներական հմտությունները։ Armdrone-ի հետ իրականացվող դրոնների կրթական ծրագիրը այս նախաձեռնությունների շարքի կարևոր մասն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական գիտելիքներ եւ զարգացնել դրանց կիրառման համար անհրաժեշտ գործնական հմտությունները, որոնք կարող են հիմք դառնալ նրանց հետագա կրթական եւ մասնագիտական ուղու համար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Դևդորակի կիրճում ջրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է ռուս-վրացական Կազբեկ Վերին-Լար սահմանը։ Հեղեղումների վտանգ կա։ Օրվա կարևոր լուրերը տեսաշարում։
Անհետ կորած զինծառայողների 20 ընտանիքի աջակցությունը կերկարաձգվի ևս 3 ամսով։ Կառավարությունը 18 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող 20 զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության վճարումները ևս 3 հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների համար։ Նրանք կստանան 300,000 դրամ։ Սահմանամերձ գոտում գտնվող հանքավայրերում աշխատանքներ իրականացնող հանքարդյունաբերական եւ տրանսպորտային տեխնիկան պետք է հագեցված լինի GPS արբանյակային նավիգացիոն սարքավորումներով։ Որոշումը ընդունել է գործադիրը։ Համակարգը պետք է ապահովված լինի սերվերային ենթակառուցվածքի հետ անխափան կապով։ Բացի այդ, սահմանվել են ստացված տվյալների ավտոմատ եւ անընդհատ գրանցման, ինչպես նաեւ դրանց ստեղծման պահից մինչեւ 1 տարի ժամկետով պահպանման պահանջներ։ Հայաստանում դեղորայքից եւ կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերն աճել են, հայտնել է առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում այդպիսի 256 դեպք է գրանցվել, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում դրանք հասել են 464-ի։ Նախարարը զգուշացրել է դեղամիջոցներն ու քիմիական նյութերը պահել երեխաների համար անհասանելի վայրերում։ Հայաստանում հայտնաբերվել են երեխաների առողջության համար վտանգավոր, թունավոր նյութեր պարունակող խաղալիքներ։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Երևանում եւ Աբովյանում գործող երկու տնտեսավարողի առևտրային տարածքներում նմուշառում է իրականացրել։ Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ 3 տեսակի պլաստմասե խաղալիքներ պարունակում են վտանգավոր նյութեր։ Դրանց վաճառքը կասեցվել է, տրվել են արտադրանքը հետ կանչելու եւ ոչնչացնելու հանձնարարականներ։ Հայաստանի տարածքից դուրս բնակվող Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխաների օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից որդեգրման դեպքերում Հայաստանի պետական մարմինները ստուգումներ կանցկացնեն։ Որոշման համաձայն Արդարադատության նախարարությանը պետք է տրամադրվեն որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաեւ երեխային որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տվյալները։ Դրանից հետո տվյալների վերլուծության հիման վրա որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացությունը կներկայացվի Հայաստանի վարչապետի աշխատակազմում։ Երևանի Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածին փոքրիկի առողջական վիճակում դրական դինամիկա կա, շնչառական աջակցություն տրամադրող սարքավորումն անջատվել է։ Փոքրիկը արդեն լիարժեք շնչում է ինքնուրույն։ Շնչառական աջակցությունը շարունակվում է թթվածնային դիմակով, փոխանցում են հիվանդանոցից։ Երևանում հաղթանակի կամուրջ Արշակունյաց պողոտային միացնող տարիներ շարունակ չգործող ճանապարհը վերականգնվում է։ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է նոր փողոցը անվանել COP17 անունով՝ ի նշանավորում են Հայաստանում անցկացվելիք համաշխարհային միջոցառման։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հիմա եղանակ։ Իդեպ եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլանդ ապրանքանիշը գերմանական որակի առաջատար տեխնոլոգիաների եւ գերխնայող գազի կաթսաներով։ Պաշտոնապես ներկայացված է էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Վայլանդ ձեր բնակարանի կայուն եղանակը։ Հիմա առավել մանրամասն եղանակի մասին։ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 23-ից 27, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 28-ից 32 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 22-ից 26, Տավուշում 28-ից 32, Արարատում, Արմավիրում 31-ից 34, իսկ Սյունիքի Հովիտներում 31-ից 35, Սյունիքի նախալեռներում 24-ից 28 աստիճան ջերմություն։ Երևանում պետք է սպասենք 21-ից 23, ցերեկը 31-ից 33, երեկոյան 27-ից 29 աստիճանի։ Վաղը գիշերը եւ երեկոյան Երևանում եւ Հանրապետության առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ժամի հիմնական թողարկումն ավարտված է։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։